Ղազախստանի արտգործնախարարն ու տրանսպորտի նախարարն էին Հայաստանում, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի պատկերացրած սցենարով Ղազախստանն այն երկրներից մեկը կարող է լինել, որը Հայաստանում կառավարեր երկաթուղին, բայց այս թեմային անդրադարձ չի կատարվել, սա օրակարգից դուրս եկավ։ Ա, Գիտեք, բարդ հարց է, որովհետև մի կողմից ես ենթադրում եմ, որ օրակարգից ամբողջությամբ դուրս չի եկել այդ հարցը, բայց երկրորդն է, որ մենք պետք է նաև մտածենք արդյոք մեզ պետք է իրոք որ Ղազախստանը կառավարի, այսինքն համեմատենք։ Իհարկե Ռուսաստանից ավելի լավ տարբերակ է, որտեղ Ղազախստանը պատժամիջոցների տակ չի գտնվում։ Ռուսաստանը գտնվում է եւ դա խնդիր է ռուսական ՌԺԴ-ն կոնկրետ։ Դրանով ստացվում է Հայաստանն էլ է պատժամիջոցների տակ հայտնվում, միջ Հայաստան ձեռ չտալու։ Իսկ ինչ վերաբերվում է Ղազախստանին, ապա դրանից լավ տարբերակ է, թե Հայաստանը կառավարի։ Դա իհարկե բարդ է, հատկապես փոքր պետության համար, սահմանափակ ռեսուրսներ ունեցող պետության համար եւ այլն, բայց գուցե դա արվի եւ գուցե Հայաստանը ինքը կարողանա կառավարել։ Ես ենթադրում եմ, որ այդ սցենարն էլ Հայաստանի իշխանությունները քննարկում են։